Պարոն Եղոյան, մերժեց, ԿՊ-ն մերժեց, փակնիստում մերժվեց։ Չէ, վարչությունը ոչ թե ինչ-որ մեկին չի ընտրել, այլ վարչությունը, ով է ասել, դուք ինչ գիտեք, քիչ է թե շատ է։ Չէ, դե ընտրվում է 50% պլյուս 50% պլյուս 1 ձայնով մինիմում։ Հիմա 50% պլյուս 1 կա, թե 50% պլյուս 9-ը դուք դա չգիտեք։ Բավարար քվեջ ստացակ, որ ընտրվեի։ Կրկնում եմ, վարչությունը ոչ թե ինչ-որ մեկին չի ընտրում, այլ 2 հոգու ընտրում է, 5 հոգին, 2-ի։ Դե 20 հոգի մարդու ամեն մեկը մի հոգու ընտրել է, ինչպես։ Այո, 20-ն էլ ներկա էին, ձայների հարաբերակցությունը չեմ ասի, բայց ամեն մեկը մեկին ընտրել է։ Հիմա դուք ինձ ես ոնց 20 հոգու փոխարեն, ես վարչության անդամ չեմ, ես չեմ մասնակցել ընտրությանը։ Ես ուզում եմ հասկանալ ձեր Դուք թիմակիցների ուզում եք հասկանալ մի բան, որը շատ դժվար է ձևակերպել, որովհետև դա 20 առանձին մարդու միտք է։ Ես չեմ կարող 20 առանձին մարդու միտք վերլուծել։ Որովհետև իմ ու պարոն Ալեքսանյանի, այսինքն մեր բոլորի միջև ամենաշատ ձայները բաշխվեցին այնպես, չէ, որ առաջին 2 տեղում պարոն Կոնջոյանը եւ պարոն Ալեքսանյանն էին, այդպես։ Նրանք էին Փաշինյանին Դա չի հարցը, հավատարիմները։ կարևորը առաջին 2 տեղում։ հնարավոր է հավակնեք նաև խմբակցության ղեկավարի պաշտոն։ Չէ, Ինչու՞։ Գիտեք, ես ինչու եմ հաճախ դժվարանում ինչու ոչ հարցին պատասխանել, որովհետև ես շատ դժվար եմ կարողանում, ընդհանրապես ամեն մարդ շատ դժվար է կարողանում, չէ, մարդը ինչ-որ բան ցանկանալու դեպքում պիտի պատճառ ունենա։ Հիմա նույնն է, որ սուրճ եմ խմում, ասեք ինչու թեյ չեք խմում, որտեվ սուրճ եմ ուզում խմել։ Ասեցի ինչու եք հավակնում, չպատասխան։ Հա, դե հա, ճիշտ է, մի քիչ նյարդայնացա, գներեք պարոն Կիրակոսյան։ Հա, ինչպես։ Կազմակերպչական հարց կա այդտեղ չեք ուզում ստանձնել, գուցե Կազմակերպչականի հարց չի, դա աշխատանքի մի յուրահատուկ աշխատանք է, ինչպես։ որտեղ ձեզ չեք պատկերացնում։ Հա, այլ յուրահատուկ աշխատանք, մեծ ֆրակցիա է, այսինքն Պետք է կարողանալ պարոն Փաշինյանից հրահանգ ստանալ, հետո խմբակցությանը։ հիմա տեսեք, ես այնքան նրբանկատ գտնվեցի, որ ձեզ մի փոքր, մի թեթև կոպտելու համար ներողություն խնդրեցի, եւ ի պատասխան դուք ինչ եք անում, միանգամից անցնում եք հարցակման, թե բա հրահանգ ստանալ, էս, տեսեք, մենք փորձում ենք ամեն ձևով, տգեղա էլի, պարոն Կիրակոսյան, տգեղա էլի։ Հանդիպեք ասան։ Դե ախր այդ ազատ մամուլը նրա համար է, որ տգեղ բաներ խոսի անպայման, ասենք Գնահատականն է։ Իսկ պարոն Եվրաինտեգրման հանձնաժողովում ձեր աշխատանքը որպես նախագահ շարունակելու ցանկություն։ Դա դրա վերաբերյալ առանձին ընտրություններ պետք է լինեն, հիմա չէ, դա մի քան դա հետո էլի, չգիտեմ, վարչությունը ես հələ այդ մասին քննարկումներ չեն եղել։ Հաջորդը ո՞ր ընտրությունն է լինելու վարչությունով։ Վարչությունից հարցեք, ես վարչության անդամ չեմ, Ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ, ես վարչության անդամ չեմ։ Ձեզ բայց պատկերացնում եք օրենսդիրում։ Այո։ Վերջ, շնորհակալ եմ։